Լրագրող Էլիսո Կիլաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 180-րդ խարդախություն և 194-րդ ապօրինի եկամուտների օրինականացում։ Ինքը Կիլաձեն մեղքը չի ընդունում։ Նրա փաստաբանի Վալերի Գելբախյանի խոսքով, պաշտպանության կողմին այս փուլում անհայտ է, թե կոնկրետ ինչ նկատի ունի հետաքննությունը ապօրինի եկամուտների օրինականացման մասով և ինչ ապացույցների վրա է հիմնված մեղադրանքը։ Փաստաբանին հավանաբար այսօր կփոխանցվի գործի նյութերը։ Տեղեկության համար նշենք, որ Վրաստանի դատախազությունը այսպես կոչված քոլ ցենտրերի խարդախության և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրել 10 անձի, որոնց թվում են Օթար Փարսխալաձեն և Էլիսո Կիլաձեն։ Քոլ ցենտրների գործի հետ կապված գնահատականներ են դրվում քաղաքական դաշտում։ Ընդդիմությունում նշում են, որ հարցի շուրջ բազմաթիվ կասկածներ և հարցեր կան։ Նրանց մի մասը շեշտադրում է վրացական երազանքի պատասխանատվությունը, իսկ իշխող թիմում հայտարարում են, որ իշխանությունը շարունակում է անզիջում պայքարը հանցավորության դեմ։ Համատեղ ներդրումների հիմնադրամի նախկին ղեկավար Գեորգի Բաչիաշվիլիի հետ կնքվել է հաշտության համաձայնագիր։ Ինչպես հայտարարում են Վրաստանի դատախազությունում, Բաչիաշվիլին լիովին ընդունել է իր մեղքը բոլոր քրեական գործերով, համագործակցել է հետաքննության հետ և փոխհատուցել վնասը, ինչի հիման վրա նրա հետ կնքվել է հաշտության համաձայնագիր պայմանական պատժով և տուգանքով։ Տեղեկության համար նշենք, որ Գեորգի Բաչիաշվիլին վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կրիպտոարժույթի յուրացման գործով դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն կողմերը որոշ հարցերի շուրջ կրկին չեն կարողանում համաձայնության գալ։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը որոշումները կայացնում է ելնելով ԱՄՆ-ի շահերից և այս հարցին վերաբերում է շատ լուրջ։ Ուկրաինայի նախագահը գոհ չէ Ռուսաստանի հետ վերջին բանակցությունների արդյունքներից։ Վոլոդիմիր Զելենսկու գնահատմամբ Ժնևում կայացած բանակցություններում զգայուն քաղաքական հարցերը պատշաճ կերպով չեն քննարկվել։ Սպասում ենք հաջորդ հանդիպմանը և ճիշտ կլինի, եթե այն կկայանա փետրվարին, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Բացի այդ, ինչպես նշել է Զելենսկին, Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ և խոստացել մեծացնել պատասխան միջոցները Մինսկի դեմ Ռուսաստանի պատերազմին ցուցաբերած աջակցության համար։ Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Քոբուլեթիում։ Չաքվի Ավանի տարածքում կրակը տարածվել է մացառուտների վրա։ Հրդեհն արդեն մարվել է։ Դեպքի վայրում մոբիլիզացված էին եղել հրշեջ խմբերը, սակայն ուժեղ քամին խոչընդոտել է մարելու աշխատանքներին։ Հրդեհի օջախները գտնվել են բնակելի հատվածին մոտ, սակայն հրդեհը չի տարածվել բնակելի վայրերի վրա։ Դեպքի վայրում գտնվել է նաև Քոբուլեթիի քաղաքապետը։